Հաղորդման հովանավորն է Մալետի բժշկական կենտրոնը։ Ունեք գինեկոլոգիական խնդիր? Մալետի բժշկական կենտրոնն առաջարկում է ախտորոշում համաշխարհային չափանիշներին համապատասխան Zeiss և Samsung Medicine ֆիրմաների վերջին սերնդի սարքավորումներով։ Մալետի բժշկական կենտրոն։ Առողջության ձեր բանաձևը։ Հաղորդման գործընկերն է Լիլիա Դիվանյան, նորաձևության ստուդիան։ Հաղորդման գործընկերն է Պատիո ռեստորանային համալիրը։ Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում հայուհին է, ինչպես միշտ հետաքրքիր եւ կարեւոր տեղեկություններով։ Առաջիկա 25 րոպեներին կներկայացնեմ տեսանյութեր, որոնք կօգնեն լինել առավել տեղեկացված։ Առաջարկում եմ ծանոթանալ այսօրվա հաղորդման բովանդակությանը։ Որ տարիքում է սկզբնավորվում երեխայի հիշողությունն ու ինչպես մարզել այն։ Արգանդի պարանոցի ախտահարումներ, ճշգրիտ ախտորոշում և բուժում գերժամանակակից մեթոդով։ Համեղ ու սննդարար աղցանի բաղադրատոմս շեֆ խոհարարի կողմից, պատրաստում ենք սիրով։ Սյունիք Արցախի տարազն ու դրա կիրառումը մեր օրերում, նորաոճ հագուստ ազգային տարրերով։ ԱՄՆ կոնգրեսում առաջադրված հեռուստատեսային գովազդի սահմանափակումների մասին օրինագծի հեղինակը հայուհի է, ճանաչիր Աննա Էշու։ Հիշողությունը լավ բան է, իսկ լավ հիշողությունը առավել քան։ Ինչ են հիշում երեխաները եւ ընդհանրապես երբ է սկզբնավորվում հիշողությունը։ Հայուհին ոչ միայն կանդրադառնա այս հարցերին, այլև կառաջարկի տարբերակներ երեխաների հիշողությունը մարզելու համար։ Հիշողությունը հոգեկան բարդ երևույթ է, որի միջոցով ուղեղը պահում և վերարտադրում է ինֆորմացիան։ Բնության մեջ միայն մարդուն է տրված հիշելու կարողությունը։ Գիտնականները համոզված են, որ երեխաների հիշողությունը սկզբնավորվում է հենց ծննդյան պահից։ Նույնիսկ կա տեսակետ, ըստ որի երեխան ունի հիշողություն դեռևս ներարգանդային կյանքում։ Մանկական հիշողությունը ինչ է իրենից ներկայացնում, ընդհանրապես հիշողությունը բաժանվում է մի քանի խոշոր խմբերի։ Դա կարճատև, երկարատև հիշողությունները, աշխատանքային հիշողությունը և ինքնակենսագրական հիշողությունը։ Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ երեխան արդեն ծնվելուց հետո ունակ է հիշել։ Ինչքանով է հիշում, մոտ 4 շաբաթական երեխաները հիշում են 24 ժամվա ընթացքում իրողությունները կամ առարկաները, 16 ամսեկան երեխաները հիշում են մոտ 4 ամսվա ընթացքում։ Երեխաների հիշողության ծավալը փոքր է, այդ պատճառով մենք հազվադեպ ենք հիշում, թե մեզ հետ ինչ է պատահել փոքր տարիքում, թեև 7 տարեկանում երեխայի ուղեղն իր չափերով ընդամենը 10%-ով է զիջում մեծահասակներին, այդուհանդերձ երեխայի մտածողությունը խիստ տարբեր է։ 8-9 ամսեկանում երեխաները օտար մարդուն տեսնելուց հիմնական լացում են, չէ՞, մտնում է օտար մարդը կամ մարդը, որը երբեք այդ տանը չի եղել եւ երեխան սկսում է լացել, կամ ինչ որ տարօրինակ իր է տեսնում, նորից սկսում է լացել եւ դա նույնպես հիշողությամբ է բացատրվում, այսինքն երեխան երբ օտար մարդուն տեսնում է, ինքը իր հիշողության մեջ ման է գալիս նա արդյոք տեսել է այդ օտար մարդուն կամ օտար իրը եւ եթե չի գտնում ինչ որ նմանություն կամ ընդհանրապես այդ իրը կամ իրադարձությունը չի տեսել, նա արձագանքում է լացով։ Տարիքի հետ երեխաներն ավելի ու ավելի շատ ինֆորմացիա են կարողանում հիշել ու վերարտադրել։ Նույնիսկ մեծ տարիքում շատերը կարողանում են հիշողությամբ վերականգնել իրենց տունը, իրերի դասավորությունը, հիշում են մանկապարտեզի իրենց խումբն ու անգամ սիրելի ճաշերի հոտերը։ Գիտնականները պնդում են, որ 5-ից 13 տարեկան երեխաները հիշում են իրենց 4-ից 5 տարեկանում։ 4-5 տարեկան երեխաները հիշում են մոտ 3 թվերից բաղկացած հերթականությունը, 9-10 տարեկան երեխաները մոտ 6 թվից բաղկացած հերթականությունը եւ դեռահասները արդեն 7 թվից բաղկացած հերթականությունը։ Օրինակ համեմատել են նահանգներում մեծացող երեխաներին եւ Չինաստանում եւ տեսել են, որ չինացի երեխաները ավելի լավ են հիշում թվերի հերթականությունը։ Իհարկե դրանով կարող եք ասել, որ չինացիների հիշողությունը ավելի լավ է, բայց այդպես չէ։ Տեսել են, որ թվերը չիներենով ավելի կարճ է, քան անգլերենով եւ այդպիսով երեխան ավելի քիչ ժամանակ է ծախսում, այսինքն ավելի արագ է ասում եւ ավելի ուշ է մոռանում թվերը։ Փորձենք հիշողության գնահատման մի փոքրիկ թեստ անցկացնել։ Երեխաներից յուրաքանչյուրին տանք քարտեր, որոնց վրա 8 տարբեր պատկերներ են,
եւ տանք ընդամենը 10 վայրկյան դրանք մտապահելու համար։ Տեսնենք պատկերներից քանիսը նրանք կհիշեն։ Ժամանակը գնաց։ Գնդակ, կոշիկներ, ծառ, դրոշ, ձուկ, արձան, մարդ։ Ինչպես են երեխաները օգտագործում ստրատեգիաները, առաջին դա կրկնելն է, երկրորդը հիշողության կազմակերպումը եւ երրորդը նրա վերամշակումը։ Երկու խումբ են վերցրել։ Մեկ խումբը դա շշնջացել է, երբ հետազոտողը հարցրել է թվերը, երեխան ոնց որ կամած շշնջացել է, որ հետո լավ հիշի ավելի եւ ասի։ Եվ երկրորդ խումբը չի շշնջացել այդ թվերը եւ տեսել են, որոնք որ ասում են կամած իրենց համար ավելի լավ են հիշում, քան այն խումբը, որը չի ասում։ Այսինքն սա ստրատեգիա է ավելի լավ հիշելու։ Բայց ինչն է հետաքրքիր, երկրորդ խմբի, որոնք չեն արել դա սպոնտան, սովորեցրել են դա անել եւ տեսել են, որ երկու խումբն է սկսել են հավասար ձևի հիշել։ Հիշողությունը մարզելու բազմաթիվ այլ տարբերակներ կան, ընդ որում պակաս կարևոր չէ նաև ակտիվ կենսակերպը։ Գիտական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ֆիզիկական վարժությունների միջոցով երեխաների հիշողությունը հնարավոր է բարելավել մինչև 30%-ով։ Հիշողությունը մարզելու լավագույն եղանակներից մեկն էլ պարն է։ Եթե դուք տալիս եք մոտ 20 առարկայի անվանում, իրանք սկսում են դասակարգել ըստ ինչ-որ որակի, ըստ ինչ-որ հատկանիշի։ Ամենաբարդ ասպեկտը հիշողության վերամշակումն է, երբ որ երեխաները երկու եւ ավելի առարկաների մեջ գտնում են նմանություն, ինչպես կարելի է կապել այդ երկուսից ավել բաղկացած առարկաները։ Գիտնականների համոզմամբ ուղեղը երբեք ոչինչ չի ջնջում, բոլոր տեղեկություններն արխիվացվում են եւ հարկ եղած դեպքում վերարտադրվում հենց հիշողության շնորհիվ։ Ուստի երեխաների շուրջ պետք է ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ նրանք միայն լավ ու բարի հիշողություններ ունենան։ Սիրելի հայուհիներ, ով եթե ոչ մենք ինքներս պետք է հոգանք մեր եւ մեր հարազատների առողջության մասին, իսկ երբ հարցը վերաբերում է վերարտադրողական առողջությանը, ապա պետք է առավել քան հետևողական լինել։ Առաջիկա րոպեներին կպատմենք արգանդի պարանոցի էրոզիաների ճշգրիտ ախտորոշման եւ դրանց բուժման նորագույն ռադիոալիքային մեթոդի մասին։ Միջին տարիքի կանանց շրջանում ամենատարածված խնդիրներից մեկը արգանդի պարանոցի էրոզիան է։ Շատ դեպքերում այն որևէ կերպ չի դրսևորվում եւ ընթանում է առանց ախտանիշ։ Ահա թե ինչու 35 տարեկանից պետք է պարբերաբար այցելել բժիշկ գինեկոլոգի եւ հետազոտվել, ցանկալի է կոլպոսկոպիկ մեթոդով։ Արգանդի պարանոցի էրոզիաները ամենատարածված գինեկոլոգիական հիվանդություններից են։ Եվ եթե ժամանակին չբուժվեն, չախտորոշվեն, ապա կարող են վերածվեն քաղցկեղի։ Իհարկե այդ ժամանակահատվածը տարբեր կարող է տևել տարիներ, սակայն կոչ ենք անում, որ պացիենտները, հիվանդները հետազոտվեն գոնե տարին 2 անգամ։ Կոլպոսկոպի միջոցով կարելի է տեսնել պատկերը համակարգչի էկրանին եւ նույնիսկ դիտել հետազոտման տեսագրությունը։ Մանրադիտակով դիտում ենք արգանդի պարանոցը, հեշտոցի լորձաթաղանթը, հեշտոցի նախամուտքը, ինչպիսի փոփոխություններ կան, կարող են լինել տարբեր տեսակի ախտահարումներ, այսինքն կարող են դիտվել կոնդիլոմաներ, պապիլոմաներ, արգանդի պարանոցի լեյկոպլակիա, դրանք նախաքաղցկեղային հիվանդություններ են, սակայն ճիշտ ժամանակին որոշակի միջամտություններ կատարելու դեպքում դրանք կարող են լիովին բուժվել։ Սարքը հնարավորություն է տալիս բազմակի խոշորացնելով զննման դաշտը, հայտնաբերել էպիթելային փոփոխություններն ու որոշել գոյացությունների տեսակը։ Շատ լայն տարածում ունի պապիլոմա վիրուսը, հիմա շատ հաճախ է հայտնաբերվում, բակտերիալ վագինոզները, հեշտոցի միկրոֆլորայի խանգարումները, որոնք պատճառ են հանդիսանում մնացած ախտածին միկրոբների ի հայտ գալու համար, այդպիսով հնարավորություն ունենալու դեպքում կատարվում է բուժում եւ համապատասխան հսկողության իրականացում։ Որպես կանոն, կոլպոսկոպիայի ընթացքում կատարվում է նաև բջջաբանական, ցիտոլոգիական հետազոտություն, անհրաժեշտության դեպքում նաև վերցվում է նմուշ։ Այդպիսով հնարավոր է դառնում ժամանակին հայտնաբերել պաթոլոգիաները եւ կանխել դրանց բարդությունները, մասնավորապես արգանդի պարանոցի քաղցկեղը։ Արգանդի պարանոցի էրոզիաների բուժման համար կիրառում ենք ռադիոալիքային վիրաբուժություն,
որը այսօրվա դրությամբ համարվում է ամենաանվտանգներից եւ ամենաարդյունավետ միջոցներից։ Ռադիոալիքը ազդում է հյուսվածքների վրա, ախտահարված մակերեսը ամբողջովին վերանում է, այսինքն կոագուլյացիայի նման երևույթ է տեղի ունենում, ախտահարված մակերեսը ամբողջովին վերացվում է եւ փոխարինվում է նոր առողջ հյուսվածքով։ Իհարկե պետք է նշել, որ մինչ միջամտություն կատարելը պետք է նշանակվի համապատասխան բուժում եւ դեղորայքային եւ եթե անհրաժեշտություն կա տեղային եւ այլն, որպեսզի էրոզիայի առաջացման պատճառը վերացվի։ Կոլպոսկոպիան ցուցված է վերարտադրողական տարիքի, այդ թվում նաև չծննդաբերած կանանց։ Այս մեթոդը արդյունավետ է եւ բավական մատչելի ֆինանսական առումով։ Այցը ներառում է ոչ միայն հետազոտում, այլև հայտնաբերման դեպքում էրոզիայի բուժում նորագույն մեթոդով՝ ռադիոալիքային միջամտությամբ։ Նախ ուզում եմ նշել, որ սահմանափակում որևէ տարիքային չենք նշում, ցավազրկում չի պահանջվում, այդ մեթոդը բացարձակապես անցավ է, դիսկոմֆորտ պացիենտկային չի պատճառում եւ տևողությունը կազմում է ընդամենը 5-ից 10 րոպե։ Արյունահոսություններ չեն դիտվում, սպիացում, կոպիտ սպիերի առաջացում, ստենոզներ չեն նկատվում, այդպիսով առաջարկում ենք չծննդաբերած կանանց համար, հղիությունը պլանավորող կանանց պարագայում։ Ռադիովիրահատական միջամտությունն ունի բարձր արդյունավետություն եւ կիրառվում է բժշկության տարբեր ոլորտներում։ Պրոցեդուրան տևում է ընդամենը մի քանի րոպե եւ ունի մի շարք առավելություններ։ Երբ որ մենք վերցնում ենք ախտահարված մակերեսը, տվյալ նյութը, մենք ենթարկում ենք հյուսվածքաբանական քննության։ Մենք ունենում ենք նյութ հետազոտության համար։ Սիրելի կանայք, ինչու ապրել կասկածներով, եթե կարելի է տարվա մեջ գոնե 2 անգամ հետազոտվել եւ հաստատ համոզված լինել, որ առողջության հետ ամեն ինչ կարգին է։ Իսկ այժմ, սիրելի հեռուստադիտողներ, համեղ սնվելու ժամանակն է։ Եթե ցանկանում եք կատարելագործել ձեր խոհարարական հմտությունները, հետևեք մեզ։ Հայուհին հյուր է գնում շեֆ խոհարարին։ Եվ այսպես ես խոհանոցում եմ եւ իմ կողքին է Պատիո ռեստորանի շեֆ խոհարար Գոր Մարկոսյանը։ Ողջույն Գոր։ Բարև ձեզ։ Ես մեր սեղանին շատ բազմազան բաղադրիչներ եմ տեսնում եւ ենթադրում եմ, որ դարձյալ զարմացնելու ենք մեր հեռուստադիտողներին։ Ինչով։ Աղցանը իր բնույթով դյուրամարս աղցան է լինելու, որը պատրաստելու ենք բլանշ արած գազարով, դդմիկով, մայրընկույզով, կապարով, զեյթունով, համեմի սերմով, թյունոսի պահածոյացված մսով, ֆինոկի թերթերով, քարաուզի թերթերով, լոլիկի չրով։ Եվ ձիթապտղի յուղ, բալզամիկ քացախը մշակված զեյթունի ձեթով։ Ես պարզապես ուզում եմ մեր հեռուստադիտողների ուշադրությունը հրավիրել ֆինոքիոյի վրա, ինչպես Գոր դուք նշեցիք, սա ըստ էության մեզ շատ ծանոթ համեմունքի անիսոնի արմատն է, որը ցավոք մեզ մոտ չի աճում։ Շատ մոտ է նաև սամիթի համին ինքը։ Լավ, բայց շատ սննդարար եւ օգտակար ըստ էության։ Սա վանիլային պատիճ։ Այո, բնական վանիլ է, այն ունի ինքը բուրում է, կարող եք սևգույն, այո, փորձել։ Հրաշալի է բուրում եւ բացարձակ նման չէ այն վանիլին, որ մենք օգտագործում ենք։ Եվ մանրահատիկներ ունի իր մեջ, եթե տեսնում եք։ Հարստացնում ենք իրեն ծեթի հիմքի։ Օգտագործենք արդեն իսկ համեմունքը մեր բանջարեղենի հետ։ Ինչից ենք սկսում մեր աշխատանքը։ Սկսում ենք թյունոսը հարստացնելուց համեմունքներով։ Այսինքն պիտի պահածոյացված ձուկը համեմենք։ Այո։ Ձիթապտղով, մայրընկույզով, կապարով։ Օգտագործում ենք նաև իր սեփական յուղը, որտեղ շատ հարուստ համ ունի։ Վերցնում ենք լոլիկի չիրը։ Չիրը։ Ձիթապտուղ։ Այս աղցանը մեր մշակույթում ընդունված չէ, Գոր, բայց տարածում չունի, ճիշտ է։ Այո, տարածում չունի, բայց իր սննդարար արժեքը հաշվի առնելով կարելի է խորհուրդ տալ, պատրաստել, փորձել, հյուրասիրել։ Սոխ ենք լցնում։ Այո, այնուհետև մայրընկույզ, կապար, հարստացնում ենք նորից ձիթայուղով եւ կիտրոնահյութով, հավելում ենք ծովի աղ,
չափավոր։ Սև պղպեղ։ Սև պղպեղ։ Մի փոքրիկ խառնում ենք, աշխատում ենք չկոտրել թյունոսի ֆիլեները։ Շատ հետաքրքիր տեխնոլոգիա ենք օգտագործելու, մատուցելու ենք այս ամենը Ֆինոքիոյի կաղապարի մեջ, սա հիշեցնեմ, որ իրենից ներկայացնում է անիսոնի արմատը, այն ինչ մենք օգտագործում ենք մեր մարսողությունը բարելավելու համար։ Եվ սրա համ ավելի ընդգծված է։ Ավելի մեղմ, ավելի նուրբ։ Օգտագործում ենք բլանշարված բանջարեղեն, գազար և դդմիկ։ Պատրաստի զանգված արդեն տեղադրում ենք կաղապարի մեջ։ Հիմա մենք պիտի զարգացնենք կարպացիոն։ Օգտագործում ենք կտրատված արմատները անիսոնի։ Անիսոնի արմատները պետք է առավելապես օգտագործել հում վիճակում, հայկական ռեհան ձևավորման համար և վերջում սոուսները։ Եվ կրեմ բալզամիկ։ Եվ այսպես ելի հեռուստադիտողներ, մեր աղցանը պատրաստ է։ Շնորհակալություն եմ հայտնում գոր այն մեր հեռուստադիտողներին ներկայացնելու համար։ Շատ գայթակղիչ է տեսքից եւ վստահ եմ նաեւ համնել։ Եթե ուզում եք նորույթներ, ուրեմն փորձեք, անպայման կհավանեք։ Մեզ մնում է մեր հեռուստադիտողներին ասել բարի ախորժակ։ Բարի ախորժակ։ Ես ուրախ եմ, որ մեր հեռուստադիտողները հայուհու թողարկումներում գտնում են իրենց հետաքրքրող նյութեր ու թեմաներ։ Ես նաև ուրախ եմ, որ մեր ազգային տարազների շարքը օրինակ է դառնում այլ հեռուստահաղորդումների համար։ Այսօր եւս կներկայացնենք նորաոճ հանդերձանքներ, որոնց հիմքում դարձյալ ազգային տարազի բաղադրիչներն են։ Արցախի տարածաշրջանի տարազը ի տարբերություն այլ գավառների ազգային հագուստի առանձնանում է իր պարզությամբ։ Արցախցի կնոջ հանդերձանքը գրեթե զուրկ է եղել որևէ ասեղնագործությունից, փոխարենը մեծ տեղ է տրվել արծաթյա զարդերին։ Ներկայացնում ենք երկու հագուստ, որտեղ տեսնում եք պարզ տարազ, այնպիսին ինչպիսին ինքը բնորոշ է Սյունիք Արցախին, եւ մի փոքր ոճավորված տարազ, որ ավելի կրելի է բեմական մարդկանց համար։ Ինչ ենք մենք այստեղ տեսնում, մենք այստեղ զգալի տարբերություն ենք տեսնում նախշերի մեջ, գունային գաման պահպանված, կարծես թե ոճավորված տարազը փոքր-ինչ ավելի զարդերով լի է, այսինքն մենք այստեղ տեսնում ենք եւ օտար մետաղներ, որոնք չկան իրական տարազում եւ տեսնում ենք այստեղ ավելի շատ նկարչություն, այսինքն մետաքսը նկարազարդված է եւ նոր պատրաստված է հագուստը։ Իրական տարազը, որ կրել են Սյունիք Արցախում, եղել է կարմիր եւ կանաչ գույների, այսինքն բնորոշ է եղել Սյունիք Արցախի ժողովրդին կարմիր եւ կանաչ գույները։ Սյունիք Արցախի տարազում միայն ոսկեթել ասեղնագործած մի փոքր եզրերում կտեսնեք զարդարանք, որը որ բնորոշ է եղել հարուստ կանանց։ Ավելի շատ ուշադրություն են դարձել ճարմանդներին եւ արծաթյա մետաղական իրերին, այսինքն շատ մեծ ուշադրություն են դարձրել գլխի հարդարանքին։ Կտորները հնում չեն եղել լայն, այլ ունեցել են կոնկրետ լայնություն, շատ հետաքրքիր ձևվածք է ունեցել Սյունիք Արցախի վերնազգեստի ձևվածքը։ Մենք պահպանել ենք ձևվածքը հագուստի, որը բնորոշ է նեղ կտորին։ Զարդանկարը, որ տեսնում եք, հիշեցնում է Գանձասարի վրայի խաչքարների նախշը, որը որ մենք փորձել ենք մետաքսը նկարազարդելով վերարտադրենք հագուստի վրա եւ զարդարենք այն բնորոշ Սյունիք Արցախի տարազին բոժոժներով։ Այսօր մենք ցույց ենք տալի ձեզ մի տարբերակ, որը եւ գույնով է հեռացված եւ տեսակով, բայց պահպանված է ձևվածքը, բոժոժները եւ զարդանախշը, որը բնորոշ էր Սյունիք Արցախին։ Ծրագրի վերջում, ինչպես միշտ անվանի հայուհիների մասին ֆոտոշարքով։
Ճանաչիր խորագրում այսօր կպատմեմ Միացյալ Նահանգների կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ քաղաքական գործիչ Աննա Էշուի մասին։ Նա կոնգրեսում առաջադրեց մի օրինակից, որով սահմանափակվեց հեռուստատեսային գովազդի ձայնի բարձրությունը։ Ամերիկյան քաղաքական գործիչ Միացյալ Նահանգների կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Աննա Էշուն ծնվել է 1942 թվականին հայկական ընտանիքում։ 1975 թվականին ավարտել է Կանադայի քաղաքական հետազոտությունների ինստիտուտը, ստանալով դոկտորի գիտական աստիճան։ Աննա Էշուն քաղաքական կարիերան սկսել է 1978-ին որպես Սան Մատեոյի դեմոկրատական կուսակցության մամլոք-արտուղար, հետագայում զբաղեցնելով նաև ղեկավար պաշտոններ։ 2010 թվականին հայկական խոշոր կազմակերպությունների աջակցության շնորհիվ նա ընտրվում է ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների անդամ։ Էշուն ակտիվորեն համագործակցում է հայկական միությունների հետ, հաճախ հանդես գալիս հայոց ցեղասպանությունը դատապարտող ելույթներով, նաև անդրադառնում ասորիների խնդիրներին։ Աննա Էշուն կոնգրեսի շենքի առջև տեղի ունեցած մամլո ասուլիսում արձագանքել է նաև Քեսապի բոլորիս հայտնի դեպքերին, ասելով. Քեսապում տեղի ունեցածը արևելքի քրիստոնյա փոքրամասնության դիմագրաված ողբերգության երկար շարքին է պատկանում։ Այս պարագայում հայերն էին հարձակում ի թիրախ դարձողները, պարզապես քրիստոնյա լինելու համար։ Կոնգրեսական հայուհին շեշտել է, որ ցեղասպանության շղթումը շարունակվում է ամեն րոպե, քանի դեռ կոնգրեսը չի ճանաչել այն։ Երբ շղթում ես ճշմարտությունը, հաստատում ես սուտը, ասել է Աննա Էշուն։ Այսօր այսքանը, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, առավել հետաքրքիր տեղեկություններով կհանդիպենք հաջորդ թողարկմանը։ Մեզ հետ կապ կարող եք հաստատել այցելելով մեր Facebook-յան էջը։ Հիշեցնեմ, որ հայուհու թողարկումները տեղադրված են նաև Երկիր մեդիայի պաշտոնական կայքում և YouTube-ում։ Ձեզ հետ հայուհին էր, եղեք առողջ և սիրված։ Մինչ նոր հանդիպում։ Հաղորդման հովանավորն է Մալետի բժշկական կենտրոնը։ Ունեք գինեկոլոգիական խնդիր։ Մալետի բժշկական կենտրոնն առաջարկում է ախտորոշում համաշխարհային չափանիշներին համապատասխան Zeiss և Samsung Medicine ֆիրմաների վերջին սերնդի սարքավորումներով։ Մալետի բժշկական կենտրոն։ Առողջության ձեր բանաձևը։ Հաղորդման գործընկերն է Լիլիա Դիվանյան, նորաձևության ստուդիան։ Հաղորդման գործընկերն է Պատիո ռեստորանային համալիրը։